Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդան ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից իր դասերը, իր սուրբ դասերը, թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի մենք անցկացնենք իր հետ, Սուրբ Հոգին մեզ սովորեցնի եւ Աստծո շնորհքով, Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անով խնդրեցի եւ հավատում որ ստացա, Փառք Հորովորդն իր Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ հավիտյան դայրում։ Ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրումի թեմա, որ կոչվում է Պողոս Արաքյալի առաջին եւ երկրորդ ուղերձների կորինթացիներին, եւ այսօր արդեն հասել ենք 7-րդ դասին, որը կոչվում է Սիրո դիմանկարը։ Հիշելու համարն է Ա Կորինթացիների 13-13, արդ մնում են այս երեքը հավատ, հույս, սեր, եւ սրանցից ամենամեծը սերն է։ Սերը կարող է հաղթահարել ամեն ինչ։ Այդ պատճառով է, որ Պողոսը նրա մասին այդքան շատ բան ունի ասելու։ Եվ սա կազմում է նոր կտարակա, ուրեմն սա, այսինքն որ Պողոսը խոսում է սիրո մասին, պետք է ինչ-որ բան հուշի Պողոսի Կորինթոսի եկեղեցուն ուղղված նամակի կենտրոնական թեմայի վերաբերյալ։ Այսինքն Պողոսի նամակի կենտրոնական թեման դա սերն է։ Աստվածային սերը։ Նոր կտակարանում սիրո վերաբերյալ բազմաթիվ նշանակալի հատվածներ կան, բայց ոչինչ չի համեմատվում այս առաջին Կորինթացից 13-րդ գլխի հետ։ Նույնիսկ ամբողջ աշխարհում գրվածների մեջ ոչինչ չի համեմատվում, որտեղ սա ամենաճիշտ մի դրվագ է, որ ամենաճիշտ նկարագրությունն է տալիս ճշմարիտ սիրո։ Անցյալ դասին մենք տեսանք, որ առանց սիրո ամեն ինչ, նույնիսկ հոգևոր պարգևները որևէ արժեք չունեն։ Այս շաբաթ մենք ավելի խորությամբ կանդրադառնանք այս գլխին եւ նրա ներկայացրած սիրո հրաշալի դիմանկարին։ Ինչպես մենք կտեսնենք, սերը ոչ այնքան զգացմունք է, որքան վերաբերմունք, մի վերաբերմունք, որը պետք է արտահայտվի կյանքում, գործերով, խոսքերով, այլապես այն ոչինչ չի նշանակում, այսինքն եւ թե իրակամին չէ սերը եւ ինչպես է գործում, ամբողջությամբ բացահայտված է Հիսուսի կյանքում։ Գիտեք, շատ մարդիկ սիրում են իրար ասել, նույնիսկ այսպես բան կա, օրը մի 10 անգամ իրար ասեք ես սիրում եմ քեզ։ Գիտեք, եթե այդ մարդը ասում է սիրում եմ քեզ, բայց ոչ մի բանում չի օգնում, ոչ մի լավ բան չի անում քո համար, ոչ մի նեցուկ չի լինում քեզ համար, թքած ունի քո դժվարությունների վրա եւ այլն եւ այլն։ Ամենադժվար պահին լքում է, միթե այդ մարդը սիրում է, ինչքան էլ որ խոսքերով ասում է սիրում է, իհարկե ոչ։ Դրա համար էլ Պողոս Արաքյալը այս գրքի մեջ գրում է. հակառակ դեպքի մասին, այսինքն որ մարդ շատ բան է անում, բայց իրականում իր սրտում սեր չկա։ Ամեն ինչ անում է առանց սիրո։ Եվ Պողոսը գրում է, նորից կարդանք Ա Կորինթացիս 13 գլուխը. Եթե խոսեմ մարդկանց լեզուներ եւ երեշտակներին է, բայց սեր չունենամ, կնմանվի մի պղնձի, որ հնչում է կամ ծնծղաների, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը, մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ է։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին եւ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Այսինքն սերը դա մի բան է, որ նույնիսկ հաշվի առնվում դրդապատճառը, եթե դրդապատճառը քո արածների սերը չէր, ասում է ամեն ինչ իզուր է։ Այսինքն իրականում այդ քո արածը գեղեցիկ բան չէր, եթե առանց սիրո է արված։ Ինչպես մի անգամ ասել եմ, մի անգամ հիշենք այդ տժվժիկ կինոն, որ տեսավ այդ մարդը փող չուներ, բայց ուզում էր միս առներ, որ իր երեխաներին կերակրեր, եւ տվեց այդ փողը, գնեց, տվեց այդ մարդուն, հետո ամեն օր տեսնելուց ասում է, տժվժիկը համեղ էր, այսինքն ամեն օր հիշացնում է, որ ես քո համար միս եմ առել,
եւ նույնիսկ սկսում է ուրիշ տեղեր է պատմել այդ մասին բոլորին, ամեն տեղ, այս խեղճ չի կարող ոչ մի տեղ գնա։ Եվ վերջապես այս մարդը զզվում է եւ իր վերջին փողերը տալիս է մի կտոր միս առնում եւ բոլորի դիմաց շպրտում է այս մարդու առաջ, ասում է՝ «Ար, էս էլ քո միսը, էս էլ քո տժվժիկը հոգնեցի»։ Այսինքն այս մարդը, որ այդ լավությունը արել էր, ոչ թե սիրով էր արել, այլ իրեն ցույց տալու համար, իբր թե ինքը մի բարի մարդ է, բայց իրական բարի չէր, որտեղ ամենտեղ ստորացնում էր այս մարդուն, ամեն օր հոգին հանում էր։ Եվ հենց սրա մասն է խոսքը գնում։ Նույնը կարելի ասել, եթե դու լեզվով ասում ես սիրում եմ, բայց ոչինչ չես անում, դու ուղղակի ղողանջում ես, ծնծղայ է, դատարկ մի բան է։ Ռուսերեն ասացված կասում «Պուստոյ բոչկի», այսքան դատարկ, մոռացա ինչպես էր, «Звону больше», «От пустой бочки звону больше», այսքան երբ որ դատարկ է, այդ տակառը ավելի շատ ձեն է անում, երբ որ խփում ես։ Հիմա նույնը այստեղ համեմատում է Պողոսը, ասում է, որ խփում ես, ղողանջում է, որտեղ դատարկ է, սեր չկա։ Եթե սեր չկա, նշանակում է դատարկ կա։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատին եւ իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, աներության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Եվ վերջում 13 համար ասում է, բայց արդ մնում են հավատ հույս սեր, սրանք 3 է եւ սրանցից մեծագույնը սերն է։ Ուրեմն անցյալ շաբաթ մենք անդրադարձանք սիրո թեմային եւ ավելի խորությամբ հիմա կուսումնասիրենք։ Պողոսը չի ասում, թե լեզուները, մարգարեությունը, գիտությունը, բարեգործությունը անօգուտ են։ Ոչ, դրանք կարևոր են, բայց դրանք անօգուտ են որ դեպքում, միայն այն դեպքում, եթե չեն առաջնորդվում սիրով, որտեղ այդ դեպքում դրական էմոցիաներ չի լինի, դրական աուրա չի լինի, այլ կլինի բացասական, չնայած քո արած լավությանը։ Այն սերը, որի մասին խոսում է Պողոսը, չի արտահայտում այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են ես սիրում եմ ելակ, ես սիրում եմ ընկերներիս, կամ ես սիրում եմ ամուսնուս, զավակներից, դա չի խոսում նաև այն սիրո մասին, որը տեսնում ենք ֆիլմերում։ Եվ ոչ էլ դա էրոտիկ սերն է, թեև այս հատվածը սովորաբար օգտագործվում է հարսանեկան արարողության ժամանակ։ Այս սերը չի կարելի հանգեցնել սոց զգացմունքների, ողորմածության, առաքինության կամ բարեգործության։ Այնուամենայնիվ դրանք բոլորն էլ քիչ թե շատ ներկայացնում են այն։ Այս սերը հատուկ շնորհ է, որը մեզ տրվել է Սուրբ Հոգու կողմից։ Եվ Սուրբ Հոգու կողմից տրված այն մղումն է, որը մեզ դրդում է գործել զգացմունքներով, ողորմածությամբ, առաքինությամբ ու գթասրտությամբ։ Սա մեր գործողությունների, զգացմունքների ու մտքերի լիակատար նվիրումն է Քրիստոսին եւ մեր մեծավորներին, այսինքն սերն է մղում անել դա։ Եվ այդ սիրո պակասը ինչ է լինում սիրո պակասից։ Մատթեոս 24:12 ասում է. «Եվ անօրինության շատանալու շատերի սերը պիտի ցամաքի»։ Ահա թե ինչու ագապեն այնքան էական է եւ անհրաժեշտ։ Քրիստոսի զորությամբ մենք չպետք է թույլ տանք, որ սերը սառչի մեր տներում, եկեղեցիներում ու շրջապատում։ Մենք ունենք Քրիստոսի օրինակը, որ խաչի վրա մահացավ մեզ համար։ Ինչը կարող է սիրո ավելի լավ ու ավելի զորավոր դրսևորում լինել, քան սիրո այդ տեսակը։ Այսինքն անձնազոհ սերը։ Անկասկած է, որ թեև մենք երբեք չենք կարող դրան հավասար սեր դրսևորել Աստծո շնորհով, պետք է ձգտենք այն բացահայտել մեր սեփական կյանքում, որքանով ի վիճակի ենք։ Այսինքն անենք լավագույնը, փորձենք լավագույնը։
Ուրեմն այս համարները, որ մենք կարդացինք, այս գլխի սիրտն են։ Պողոս այստեղ կենտրոնվում է սիրո հատկանիշների վրա, ցույց տալով թե ինչ է սերը եւ ինչ չէ սերը։ Կամ ինչ է սերն անում եւ ինչ չի անում։ Նա անձնավորում է սերը, որպեսզի մենք պատկերացում կազմենք, թե ինչպես է դրսևորվում հոգով առաջնորդվող սիրով լցված մարդը։ Սիրո նկարագրության մեջ Պողոսն օգտագործում մի շարք բայեր։ Նրա համար սերն ավելի շատ գործողությունների մասին է, քան զգացումների կամ հույզերի։ Ուրեմն, ինչ է ասում Պողոսը։ Սերը համբերություն է ցուցաբերում։ Եվ բնագրում օգտագործված բայը նշանակում է, որ համբերություն դրսևորել նույնիսկ դժվար հանգամանքներում։ Համբերատարությունը ընդգծում է նաև միմյանց ընդունելու, ներողամիտ լինելու կարողությունը։ Սերը բարություն է ցուցաբերում։ Եվ օրիգինալում օգտագործված բայը հանդիպում է միայն այստեղ, սակայն նույն արմատից սերող այլ բառերը հանդիպում են տարբեր տեղերում։ Եվ սովորաբար օգտագործում են սաղմոսներում, մատնանշելով Աստծո բարությունը, որը զուգակցված է նրա ողորմությամբ։ Սաղմոս 145:9 Տերը պահպանում է պանդուխներին, Տերը ընդունում է որբերին ու այրիներին, կործանում ճանապարհային ամբարիշներին։ Տերը ողորմած է։ Ասելով, որ սերը բարություն է ցուցաբերում, Պողոսն նկատի ուներ, որ մարդու սերը ուրիշների հանդեպ պետք է նմանվի մեր նկատմամբ Աստծո ունեցած կարեկցանքին ու ողորմությանը։ Բայց եթե մենք կարծում ենք, որ Աստծո կարեկցանքի կարիքը չունենք, որտեղ մենք սուրբ ենք, որ ներման կարիք չունենք, որտեղ մենք սուրբ ենք, նշանակում է, որ մենք այդ կարեկցանքը չենք դրսևորի նաև ուրիշի հանդեպ, որտեղ կարծում ենք մենք սուրբ ենք, իսկ այդ ուրիշը մեղավոր է։ Էլ չեն ասում, որ այդ ուրիշը լռում է իր կամ քո մեղքերի և սխալների մասին։ Ասելով, որ սերը բարությունը, ուրեմն սերը ուրախանում է։ Բնագրում օգտագործված բառը նշանակում է մեկ այլ անձի հետ միասին ուրախություն ապրելու փորձառության կարողություն, այսինքն ոչ թե տխրում ես, որ ուրիշի կյանքում լավ բան է եղել, այլ ուրախանում ես իր հետ, այսինքն նախանձ չկա քո սրտում։ Սա շատ կապված է դրա հետ։ Սերը հանդուրժում է, ստեգոբայն է։ Եվ այստեղ մարդիկ վիճում են, թե այն ինչ է նշանակում, ստեգոն այստեղ, որտեղ մի քանի իմաստ ունի, եւ վերջապես գալիս են այն եզրակացության, ելնելով Ա Կորինթացից 9:12 գլխից, 9 գլխի 12 համարից, եթե ուրիշները ձեր վրա ունեցած իշխանության վայելում են այդ բաները, որ չափ առավել մենք, բայց այս իշխանությունը գործ չդրենք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի ավետարանին որևէ արգել չի մեզ կան։ Համբերատարության մասին է այստեղ խոսքը, եւ շատերը որոշեցին, որ այն խոսքը գնում է համբերատարության մասին, հանդուրժողականություն։ Սերը հավատում է։ Այս բայը նույն արմատից է, ինչ որ հավատ բառը։ Այսինքն ամեն ինչի հավատում է, նշանակում է միմյանց նկատմամբ վստահություն ցուցաբերել, տեղի չտալով կասկածամտությանը։ Գիտեք, այսօր դեպքեր են պատահում, որ քրիստոնյա է, օրինակ ասենք, թե ու միանգամից ինչ որ մի բան է լինում տհաճ եւ ինքը միանգամից վատ բան է մտածում։ Ասենք, թե մի մարդու ասել ես, որ այսքան գումար տուր իրան, եւ այս մարդը սխալմամբ ուղակի պատահմամբ, սխալ է հաշվել եւ մի քիչ պակաս է տվել, բայց անմիջապես զգուշացրել է, որ անպայման կուղարկի այդ պակասը։ Եվ այս մարդը փոխանակ մտածի, որ մարդը սխալ է արել, միգուցե նա անմիջապես մտածում է, որ այս մարդը խաբեբա է եւ գող։ Այսինքն Հիսուսը այդպես չի վարվել մարդկանց հետ։ Իսկական քրիստոնյան պետք է ամենաառաջին ունենա պոզիտիվ, դրական պատճառ փնտրի մարդու արածի համար։
այլ ոչ թե միանգամից բացասական։ Սատանան միանգամից բացասականն է բերում, բայց մենք պիտի մերժենք սատանային եւ Հիսուսի պես մտածենք, որ այս մարդը ուղղակի պատահմամբ սխալ է արել։ Եվ գիտեք, եթե նույնիսկ այդ մարդը պատահմամբ չի արել սխալը, եթե զանգես ասես, գիտես, բոլորն էլ սխալվում են, it's okay։ Սխալը հնարավոր է ուղղել։ Եվ այդ մարդը ամոթից արդեն իր սխալը կուղի, եթե ինադու է արել, մտածված։ Բայց եթե մտածված էլ չի արել, եւ մենք այդպես մտածում ենք, մենք մեղավոր ենք դուրս գալի Աստծո առաջ, որ անմիջապես կասկածում ենք մարդուն վատի մեջ։ Այսինքն քրիստոնյան չի պիտի այդպեսին լինի։ Նա պիտի հավատացի մարդկանց հանդեպ։ Ինչպես որ Անանյան, երբ որ լավ ավելի ուշ այդ մասին խոսենք։ Ուրեմն նաև հույս է տածում սերը ամեն ինչի նկատմամբ։ Եվ բնագրում այս բառը elpizo միշտ վերաբերում այն համոզմունքին կամ ակնկալիքին, որ մի լավ բան է տեղի ունենալու։ Այսինքն, գիտեք, կան քրիստոնյաներ, ասում, վայ սիրտս վատ բան է գուշակում, վայ սենց է լինելու, վայ նենց է լինելու։ Դա քրիստոնեություն չի։ Քրիստոնյան միշտ պետք է ունենա դրական հույս, դրական հույզեր եւ դրական հույսեր։ Եվ շատ անգամ մեր ինչ որ իբր թե մեր սիրտն էր ասում սուտ է դուրս գալիս։ Բայց այդ բանը չեղած դու սատանային լսելով քեզ դրեցիր բացասական հույզերի ներքո եւ վնասեցիր քո առողջությանը։ Եվ այն մյուսին, որ երբեք այդ ձևի բան չի կարծում։ Այսինքն զուշ լինենք, թե մենք ինչպես ենք հույս տածում։ Սերը տոկում է ամեն ինչի։ Ամենայն հավանականությամբ համարում ստեգո եւ հիպոմենո բայերի միջև տարբերություն չկա, այսքան տոկալ բառի մեջ է։ Դրանք հոմանիշեր են, եւ որպեսի Պողոսը համարի վերջում նույն բառը չօգտագործի, օգտագործում է հոմանիշը։ Նույն գաղափարը կրկներով նույնիսկ այլ բառով նա ուշադրություն է հրավիրում հավատալու եւ հուսալու վրա, որպես առանցքային կետ, այլ կերպ ասած, սերը տոկում է հավատալու եւ հուսալու շնորհիվ։ Ինչ չի անում սերը։ Չի նախանձում։ Եվ ճիշտ է ձգտել հոգևոր պարգևների, բայց սխալ է նախանձել պարգևներ ունեցող մարդկանց։ Դա պառակտում է առաջացնում։ Այսինքն, երբ որ նախանձ է մարդու սրտում, նշանակում է, այս մարդը հավատ չունի առ Աստծո արդարություն։ Աստված արդար է, բոլորին էլ տվել է պարգևներ, տաղանդներ։ Միայն թե մարդը փոխանակ ինքը բացահայտի, թե որն է իր տաղանդը, պարգևը, նստում է, սկսում է հետևել ուրիշին, նախանձել եւ դրանով իսկ խայտարակություն է բերում Աստծո եւ իր վրա։ Աստված ոչ մեկին չի նեղացնել, բոլորին էլ տվել է չափով տաղանդներ։ Սերը չի պարծենում։ Այստեղ բնագրում օգտագործված բառը փոխանցում է գոռոզության եւ ուրիշներից գովասանք ստանալու ցանկության գաղափարը։ Սերը սակայն այդպիսի ինքնակենտրոնացում չունի, սա էլ ավելի հստակ է դառնում հաջորդին։ Այսինքն մարդիկ, որ շատ են սիրում իրենց գովան, ասեն, վայ, ինչ լավն ես դու։ Գիտեք, երբ որ ձեզ գովում են, պետք է շատ ուշադիր լինեք, որտեղ նենգություն գոյություն ունի եւ մարդիկ խելացի ձևով են այդ նենգությունը անում։ Սկսում են քեզ գովել եւ տակից տակդ փորում են եւ վատ բաներ են անում քո հանդեպ։ Այսինքն շատ զգուշացեք, եթե մի մարդ գովում է ձեզ։ Եվ երբ որ գովում են ձեզ, ասեք փառք Աստծո եւ մի խթանեք այդ գովասանքը։ Ասեք փառք Աստծո եւ առաջ գնացեք։ Գիտեք, մարդիկ կան, որ հավատում են, ականջներին ասում են,
վայս ինչ լավն ես դու, վայս ինչ խելաց ես, վայս ինչ տաղանդավոր ես, վայս ինչ ենես, ուտակից քանդում են այդ մարդու տակ, որ շուտով այդ մարդը կանում է կատաստրոֆայի առաջ, կամ թեկուզ ազգը, և այսքան այդ գիծը, որ սիրում են, որ իրենց գովեն, շատ վատ հետևանքների է բերում, կամ էլ իրանք են իրանց գովում, պարծենում են, Աստված ասում է միայն Հիսուս Քրիստոսով պարծեցեք, Սատանան էլ այդպես գործեց և այն խաբեց, բայց ինչ սիրուն ես, ինչ խելաց ես, ինչ լավն ես, Աստված ձեզ այնց թաքցնում այդ լավ բանը, այ դու ինչ խելաց ես, որ դու հասկացար էդի արտեստեր, այսինքն գիտեք, երբ որ մարդու լեզվի վրա շատ շաքար կա, շատ քաղցր բառեր է ասում, զգուշացեք այդ մարդուց, ես դա լավ եմ սովորել իմ կյանքում, այդ նույն մարդը, որ շատ քաղցր խոսքեր կար ասի քեզ, գովա քեզ, մյուս օրը շատ սառնասրտորեն կարող է քեզ և վարկաբեկել, և անիծել, և շատ զգույշ մնացեք այս ամեն ինչից, այդ բոլորը խաբուսիկ է։ Եվ թագավորները հենց տենց են փչացել, այսինքն իրանց գովել են, իրանք կարծել են, թե իրանք մարդ չեն, արդեն Աստված են, սխալ հետևից են արել, հիմարություններ են արել, այսինքն ամենաստոր ձևով են ապրել, ոչ թե վեհ ձևով, որը ավելի է արժանի թագավորին։ Այսինքն գովասանքը շատ է փչացնում ամեն ինչ, խրախուսանքը տարբեր է գովասանքից, ուրեմն չի հպարտանում սերը, բնագրում օգտագործված բառը վերաբերում է սեփական կարողության զգացումով ուռճացած մարդուն, այսինքն ասում ինչ մեծ կարծիք ես քո մասին։ Եվ մի ուրիշտեղ էլ Պողոս ասում է ռեալ կարծիք ունեցեք ձեր մասին, ավելի մին մտածեք, ինչքան որ կաք։ Սերը անվայել վարմունք չի ունենում, այն բայը, որ օգտագործված է բնագրում, ունի իմաստների լայն շրջանակ։ Մեծամասամբ սակայն այն նշանակում է գործել սոցիալական ու բարոյական չափանիշներին հակառակ, անպատիվ, ամոթալի, անվայել կամ անպատշաճ ձևով։ Հավանաբար Պողոսը նկատի ունի Կորինթոսի եկեղեցու զորավոր կողմի գոռոզ ու կոպիտ վերաբերմունքը տկար անդամների հանդեպ, այսինքն bullying, որ մի քիչ ուժ ունես, սկսում ես թուլին նեղացնել։ Եվ երբ որ իրան ասում ես, լսի, տենց ուժեղ ես, գնա քեզնից ուժեղի դեմ հետի արա կամ քեզ հետ հավասար ուժեղի հետ։ Կգնաս կանես, չէ, որտեղ վախկոտ ես, դու մենակ թույլերին կարաս նեղացնես, դա ստորություն է։ Սերը իրենը չի որոնում։ Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի։ Սերը հանուն ուրիշների հրաժարվում է իր իրավունքներից։ Այն միջավայրում, որտեղ բոլորը որոնում են միմյանց իրավունքները, բոլորը շահում են։ Այսինքն, որ ուրիշի օգուտն ես փնտրում։ Եվ նորից հիշենք, լսել եք երևի շատ անգամ, նորից հիշենք այդ ասույթը կամ չգիտեմ, առակը, այսպես ասենք, որ երբ որ հարցնում է մի մարդ ասում է Աստված ջան, ինչ է դրախտը եւ ինչ է դժողքը, եւ Աստված երկու երազեր են ցույց տալի, մեկի մեջ լիքը սեղանի վրա լիքը լցված է, մարդիկ սոված են, բայց չեն կարող ուտել, սոված են եւ կատաղում են դրանից, ինչու, որտեվ պատարագաղը շատ երկար է, այսքան երկար, եւ դու չես կարող մտցնել քո բերանը, եւ բոլորը կատաղած են եւ դժբախտ։ Մյուս անգամ ցույց է տալիս նույն, այսինքն պայմանը այն էր, որ անպայման պիտի պատարագով ուտեն, ձեռքով չեն կարող։ Մյուս անգամ Աստված ցույց է տալիս նույն պատկերը, սեղանը լեցուն է, նույն պատարագաղները երկար, բայց մարդիկ երջանիկ են եւ կուշտ են, ինչու, որտեւ իրանք իրար են կերակրել, ամեն մեկը իր դիմացին կերակրել է։ Եվ ուրեմն հասարակությունը այդպես շահում է, ամեն մարդ շահում է, երբ որ պատկերացրեք, որ ամեն մեկը մտածի դիմացինի
օգուտի համար, ինչ կլինի, բոլորի համար օգուտ կլինի։ Այլ ոչ թե ուրիշի իրավունքները ոտնահարելով քեզ օգուտ անես։ Սերը հեշտությամբ չի գրգռվում, եւ բնագրում օգտագործած բայը մատնանշում է ներքին գրգռված վիճակ, որը ցույց է տալիս այն մարդուն, որ հեշտությամբ բարկանում է։ Սա նշանակում է, որ սերը յուրագրգիռ չէ կամ չափազանց կայուն։ Նորից մեծամիտ մարդն է, որ հեշտությամբ գրգռվում է, որտեղ կարծում է, որ ինքը ամեն ինչ ճիշտ է անում, իսկ մյուսը սխալ է անում, բայց մի ուրիշ կողմ էլ կա, այսինքն այն մարդիկ, ովքեր ժամանակ չունեն, շատ զբաղված են, քիչ են քնում, նրանք գրգռված են լինում, այսինքն իրենց ջղերը, իրենց նյարդերը տեղի են տալիս, որովհետև մեր նյարդերը պետք է վերականգնվեն քնի միջոցով, եւ եթե բավարար քուն չի ունենում մարդը, նա լինում է այդպես գրգռված, ջղային եւ շատ անգամ ինչի, որտեղ օգնական չունի, ինքը մեծ մասն է տանում իր ուսերի վրա եւ ժամանակը չի հերիքում եւ ուրիշների անպարտաճանաչության պատճառով ուժում է այս մարդը եւ հետո ասում են, օ, ինչ ջղայնած կոտ ես, ինչ է։ Այսինքն մենք մարդիկ պետք է հոգ տանեն իրար մասին, օգնեն իրար, որպեսզի ամեն մեկը հավասար իր մասը անի եւ ամեն մեկը բավարար ժամանակ ունենա հանգստանալու համար եւ ջղերը վերականգնելու համար։ Բայց այստեղ ուրեմն խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր շատ մեծ կարծիք ունեն իրենց համասին եւ դիմացինի սխալը տեսնելով անմիջապես գրգռում են եւ սկսում են շատ վատ բաներ ասել, չմտածելով որ իրենք սխալական մարդ են, այս մարդը դիմացի լռում է, երբ որ իր սխալները տենում է, բայց ինքը անմիջապես շեշտում է եւ կարծում է, որ դիմացին է լռում, արում ինքան սխալական է։ Սերը չի գրառում վիրավորանքները։ Բնագրում օգտագործված բայը հաշվապահական իմաստ ունի, նկատի ունենալով, որ սերը չի հաշվում ուրիշի սխալները, այլ խոսքով սերը ենթադրում է նաև ներողամտություն։ Այսինքն, գիտեք, կան ամուսիններ, որոնք կամ կինը կամ ամուսինը երբեք լավ բաները չեն տենում, մենակ վատ բաներն են տենում։ Կարող է ամբողջ տունը փայլի, միտեղ հանգարց մի կտոր մի բան ընկած լինի, կամ փոշու մասնիկ, այդ մարդը նկատում է այդ փոշու մասնիկ, այլ ոչ թե ամբողջ փայլող տունը, եւ պրոբլեմ է սկսում։ Նույնը վերաբերվում է ծնողների եւ երեխաների վերաբերմունքի մեջ։ Երեխան երեխա է, պետք է համբերատար սովորեցվի երեխային, թե ինչ-ինչոց է։ Եվ երբ որ այս երեխան, քանի որ անհաս է, երեխա է, այդքան ճամփաչյանց է, փորձ չունի ինչքան որ դու ծնող։ Եվ ինչ որ մի բան հանգարց սխալ է անում կամ ճիշտ չի անում, սկսում է միայն վարքաբեկել, եւ այս երեխան հուսահատվում է։ Հակառակը մենք պետք է ամեն մի հաջողության ժամանակ պետք չէ գլուխը ասել դու ամենից լավն ես, դա ամենից լավը մարդ չկա, բոլորն էլ լավն են, բոլորին էլ Աստված է ստեղծել, բայց պետք է խրախուսել, ասել, այս ինչ բան ես ինչ լավ արի, ոչ թե ինչ լավն ես դու, ես ինչ բանա շատ լավ արեցիր, էցես, շարունակիր այդպես, խրախուսել, այսինքն շատ նրբություններ կա, որտեղ սատանան ամեն մի լավ բանը խեղել է, խրախուսանքը սարքել է քծնանք, կամ առողջ գովասանքը սարքել է քծնանք եւ այլն, շատ բաները խեղել է։ Սերը չի ուրախանում անիրավության վրա, սերը ոչ միայն չի գրառում ուրիշների սխալները, այլև դրանցից հաճույք չի ստանում։ Երբ մենք իսկապես սիրում ենք ուրիշներին, չենք ուրախանում նրանց սխալների վրա, հակառակը ձգտում ենք օգնել նրանց։ Եվ եթե մեկը զանգել է եւ ձեզ ասում է ուրիշի սխալների համար, անմիջապես ասեք այդ մարդուն, գնա եւ իրեն ասա, սիրով ասա, այո, մարդը սխալվում է, դու էլ ես սխալվում, դու մի կարծես թե դու անսխալ ես։ Չի կարելի այդպիսի վերաբերմունք դրսևորել մարդկանց հանդեպ,
Ինչա որ ուրիշները քո սխալները չեն ասում, չի նշանակում, որ դու անսխալական ես։ Չեն ասում, որտեղ երբեք չես ընդունել, որտեղ մեծ կարծիք ես քո մասին։ Եվ իզուր է սովորաբար նման մարդկանց մի բան ասել, որտեղ այն մարդը, որ մեծ կարծիք ունի իր մասին եւ աճ ու ձախ սկսում է քննադատել, շատ դժվար է այդ մարդուն ասել իր սեփական մեղքերի կամ սխալների մասին։ Որովհետև այդ մարդը ինքնասիրահարված մարդ է։ Կարդալով ուրեմն այս հատվածը մենք թերևս հիասթափություն զգանք գիտակցելով, որ այս կայմ այն չափով թերանում ենք դրսևորել սիրո այդ բոլոր հատկանիշները։ Եվ հավանաբար այս գլուխը գրելիս Պողոսը նկատի ունեցել Հիսուսին։ Իրոք միայն Քրիստոսն է կատարապես դրսևորել սիրուն բնորոշ այդ բոլոր գծերը, հետևաբար սիրո Պողոսի բնորոշումը ի վերջո Հիսուսի պատկերն է։ Մենք չպետք է հիասթափվենք, այլ պետք է ձգտենք Հիսուսին նմանվել։ Աստված սեր է, նա մինչև վերջ անձնազոհության գնաց, մինչև վերջ իրեն զոհեց, խաչից չիջավ, որպեսզի մենք փրկվենք։ Եվ սիրո բոլոր հատկանիշները մենք տեսնում ենք Հիսուսի մեջ։ Հիսուսը համբերատար է։ Տիմոթեոս 1:16 Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսն ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար։ Հիսուսը բարի է։ Աստվածաշունչն ասում է, որ քաղցր է Տերը։ Եվ Տերը դա Հիսուսն է այս հատվածում։ Քաղցր բառը թարգմանված է հունարեն Քրիստոս բառից, որն ունի նույն արմատը, ինչ բարություն ցուցաբերել է։ Հիսուսը ուրախանում է ճշմարտությամբ։ Հիսուսը ուրախություն էր ապրում, հետևելով հոր կամքին եւ զգալով նրա սերն իր հանդեպ։ Հիսուսն ամեն ինչի դիմանում է։ Ինչպես ասեցինք, որ մինչև վերջ Պողոսը ասում է խաչը հանձնարավ, որ մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց։ Ոչ ոք այնքան չի դիմացել, որքան Հիսուսը։ Նա գնաց դրան իր առջև դրված ուրախության համար։ Ֆիլիպպեցիս 2:8 Նա զանգիներով մինչև մահ եւ այն էլ մահվան խաչի վրա։ Հիսուսը ամեն ինչի հավատում է, երբ Անանիան կասկածի տակ դրեց Պողոսի դարձի անկեղծությունը, հիշում եք, երբ որ Հիսուսը ասեց գնա եւ օծիր նրան, բայց Անանիան պատասխանեց, ասուն ասեց Տեր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքան չարիքներ արել իր սողալում քո սրբերին, եւ այստեղ էլ քանայապետների իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում։ Եվ Հիսուսը ինչ պատասխանեց, նա ինձ համար ընտրյալ անոթ է։ Հիսուսը մարդկանց տեսնում է ոչ թե այնպիսին, ինչպիսին նրանք կան, այլ այնպիսին, ինչպիսին կդառնան իր զորության շնորհիվ։ Երբ որ մարդկանց նայենք, պատկերացնենք, եթե մարդը Աստծո շնորհը փոխի այդ մարդուն, ինչպիսին նա կլինի։ Եվ ձգտենք օգնել նրան այդ բանում։ Ուրեմն մինչև այժմ մենք սովորեցինք, որ սերը համբերատար է, բարի ուրախ, տոկուն, հավատարիմ, հույսով լի եւ համառ կամ դիմացկուն, քանի որ Հիսուսն այդ ամենն է։ Երբ տեսնում եք այս որակները Հիսուսի մեջ, հաջորդ քայլը նրան նմանվելն է։ Դա էր Պողոսի ցանկությունը կորինթացիների համար։ Սակայն եթե հեռացնենք Չ մասնիկը սիրո 8 շղթական հատկանիշներից, մենք կստանանք կորինթացիների վարքագծի բավականին ճշգրիտ նկարագիրը իրենց եկեղեցական շրջապատում՝ նախանց, պարծենկոտ, հպարտ, ամբարտավան, եսասեր, յուրագրգիռ եւ ուրիշների սխալները հնդրող։ Այսօր էլ եկեղեցիներում շատ եկեղեցիներում տիրում է հենց այս վիճակը։ Պողոսն այստեղ իր օգտագործած բայերը հարմարեցնում է Կորինթոսում տիրող իրավիճակին։ Կորինթացիները շատ բան ունեին սովորելու, մենք նույնպես։ Այդպիսի մարդ չկա այս աշխարհի վրա, որ բան չունենա սովորելու։ Նկարագրելով, թե ինչ է անում սերը եւ ինչ չի անում, Պողոսն ամփոփում է այս բաժինը շեշտելով սիրո ավեժական բնույթը, որպեսզի խթանի անկեղծ սիրո դրսևորումը կյանքում։ Եվ ասում է, որ մի օր ամեն ինչը կդադարի, այդ բոլոր պարգևները, որտեղ այդ պարգևները տրվել են
նրա համար որպեսզի օգտագործվեն մեր ժամանակներում, որտեղ կարիքը կա, եւ երբ որ արդեն կարիքը չլինի, էլ պետք չեն լինի, բայց սերը երբեք չի անհետանում։ Հույս, հավատ եւ սերը։ Եվ հավատն ու հույսը նույնպես կմնան հավիտյան, հավատը որպես փրկության փորձառություն եւ հույսը որպես նոր երկրում, նորանոր վերկրանքների ու գիտելիքների փափակ եւ սպասում։ Երբ որ մեր հույսը արդեն միայն դրական կլինի, որտեղ գիտենք, նոր երկրում չկա ոչ մի վատ բան։ Հավիտյան կուղեկցեն փրկագվածների փորձառության այս հիասքանչ հույսը եւ սերը, բայց սերը, Աստծո սերը կհաղթի հավիտյան։ Շատ շուտով մեր Տիրոջը կտեսնենք դեմ առ դեմ, մինչ այդ օրը կգա մենք պետք է սահմանենք մեր կյանքի այս երեք առաքինություններով՝ հավատք, հույս եւ սեր։ Այս երրիակը ներկայացնում է քրիստոնեական կյանքի լույսությունը Սուրբ Հոգու միջոցով։ Ահա թե ինչու էր այն հաճախ հիշատակվում քրիստոնյաների միջավայրում։ Սակայն սերը մեծագույնն է, ի վերջո նա է այն միակ առաքինությունը, որն օգտագործվում է Աստծո բուն էությունը նկարագրելու համար։ Վերջում կարդանք մի քանի դրվագներ White-ի տարբեր գրքերից։ Առաջինը Գործք առաքելոց էջ 318-319, ինչքան էլ բարձր լինի դավանանքը, նա ում սիրտը լցված չէ Աստծո եւ իր մերձավորների հանդեպ սիրով, Քրիստոսի ճշմարիտ աշակերտը չէ, նույնիսկ եթե նա ունենա մեծ հավատ եւ նույնիսկ հրաշքներ գործելու զորություն, առանց սիրո նրա հավատան արժեք կլինի, նա կարող է մեծ առատաձեռնություն ցուցաբերել, սակայն եթե անկեղծ սիրուց բացի այլ դրդապատճառով իր ողջ ունեցվածքը տա աղքատներին կերակրելու համար, այդ արարքը նրան չի արժանացնի Աստծո հաճությանը։ Իր նախաձախնդրության մեջ նա կարող է նույնիսկ նահատակի մահ ընդունել, սակայն եթե դա սիրուց դրդված չլինի, Աստծո կողմից կդիտվի որպես խաբված մոլեռանդ կամ փառասեր կեղծավոր։ Պատկերացնեք, մարդը մտածում է, որ ինքը ապրել է որպես քրիստոնյա, մեռնում է Քրիստոսի համար, բայց հետո երբ որ Հիսուսը գա, կասի կներես, բայց ես քեզ չեմ ճանաչում։ Դեն գնա ինձանից։ Անօրեն։ Աստվածաշունչը օրենքի լրումը սերն է։ Եթե ասում ես անօրեն, այս նշանակում է անսեր, որտեղ 10 պատվիրանքներ դա սերը Աստծո հանդեպ եւ սերը մեր մերձավորի հանդեպ։ Եվ եթե դա չկա, իզուր է ամեն ինչ։ Նաև կարդանք White-ի բարձրացրեք նրա գրքից, մենք քարոզների պակաս չունենք, այն ինչի կարիքն ամեն ինչ շատ ունենք, սերն է կորչող հոգիների հանդեպ։ Այն սերը, որն առատորեն բխում է Աստծո գահից։ Ճշմարիտ քրիստոնեությունը ողողում է մարդու ողջեյությունը։ Այն դեպքում է յուրաքանչյուր կենսական օրգանի ուղեղին, սրտին, օգնող ձեռքերին, ոտքերին հնարավորություն տալու մարդկանց ամուր կանել այնտեղ, որտեղ Աստված է պահանջում, որպեսզի նրանք իրենց ոտքերի համար մոլոր արահետներ չկերտեն եւ որպեսզի կաղը չշեղվի ճանապարհից։ Քրիստոսի այրող ու կլանող սերը կորչող հոգիների հանդեպ քրիստոնեության ողջ համակարգի կյանքն է։ Ուրեմն ոսկլտացող սերը ոչ թե ուղղակի սենց մի հատ փուճուր մարող արդեն, որ մի հատ քամի փչի կմարի, այլ ոսկլտացող սեր։ Տեսակ այդ հրդեհները չեն կարող հանգցնել։ Շատ դժվար է հանգցնել, որտեղ ոսկլտում է, ուժեղ կրակ է, եւ Աստված ուզում է, որ մեր սերը այդպիսի ուժեղ կրակոտ, ուժեղ սեր լինի, այլ ոչ թե հազիվ Ռուսերեն ասում են մերցայущի։ Քրիստոսի այրող ու կլանող սերը կորչող հոգիների հանդեպ քրիստոնեության ողջ համակարգի կյանքն է։ Եվ վերջում կարդանք Էլեն White-ի դաստիարակություն գրքից, միայն Քրիստոսի սրտից բխող սերը կարող է բժշկել, միայն նա ու միջով հոսում է այդ սերը, ինչպես հյութը ծառի մեջ, կամ արյունը մարմնի մեջ կարող է վերականգնել վիրավոր հոգին։ Օրերս երբ որ կտրում էի խաղողի չորացած ճյուղերը, ասում են էտել դրան, եւ իմ փոքր որդուն ասի սովորեցնեմ, թե ոնց պիտի անի, ասես 4 ճյուղերը կտրի,
որտեղ սրանք էլ օգուտ չեն տալիս, չորացել են, ինչպես Հիսուսն էր ասում, որ չոր ճյուղերը հավաքում են եւ գցում են, վառում են, որտեղ էլ օգուտ չունեն։ Եվ ինքը կտրեց որոշը, եւ ես իրեն ցույց տվեցի, ասի, տես, նայի այդ ծերին, այս մեկը իրոք չորացած է, ոչ մի օգուտ չունի, չի կարող օգուտ տալ, բայց այս մյուսը, որ դու կտրել ես, տես դեռ հյութ է հոսում դրանով, տեսնում ես այդ հյութը, այսքան դեռ կենդանի է, նա օգուտ է տալիս, նա հյութ է տանում պտուղին, որպեսզի պտուղը հասնի, այսինքն մենք արդյոք չորացած ճյուղեր ենք, թե հյութ տանող։ Գիտեք, երբեմն տեսեք, այնքան մոտիկ են տեսքով իրար եղել, որ իմ որդին կտրել է այդ մյուսը, չհասկանալով, որ դա դեռ կենդանի է այդ ճյուղը։ Եվ երբեմն մենք մտածում ենք, այս մարդը երևի չորացած, իմաստ չկա իրան ասելու, դարձի չի գա։ Չէ, մենք չգիտենք ինչա կատարում այդ մարդու։ Միգուցե այդ մարդու մեջ հոսում է հյութը, թեկուզ մի քիչ, բայց հոսում է։ Եվ այդ մարդը կարիք ունի աջակցության, որպեսզի ավելի կենսատու դառնա, ավելի կյանքով լեցուն։ Եվ մենք ենք, որ կարող ենք օգնել, ինչպես ասում եմ, մենք ենք Հիսուսի ոտքերը, ձեռքերը եւ այլն։ Եվ չպետք է մենք մեր կարծիքը կազմենք մարդու մասին եւ չպետք է եկեղեցին դարձնենք կլուբ, որտեղ մեր նմանները, որտեղ գիտենք, որ իբր թե իրար նման ենք, իբր թե լավն ենք, իրար մի խոսքով, բայց այն դրսերինները, այսինքն չի կարելի եկեղեցին սարքել exclusive club, կամ քրիստոնեությունը դա exclusive club չի։ Կան մարդիկ, ում սրտում կա այդ հյութը, ովքեր ուզում են ճանաչել ճշմարտությունը, չնայած կարող է իրանց տեսքը բոլորովին այլ բան ասի։ Դրա համար մենք մեզ Աստծո տեղ չպիտի դնենք, այլ ինչպես Հիսուսը ասեց, ամեն ջրի մոտ ասված ցանի։ Մեր խնդիրը չէ որոշել այս մարդը կփրկվի, թե չի փրկվի, արժի իրան ասել, թե չի ասել, մեր խնդիրը այն է, որ մենք սերմը ցանենք բոլորի սրտում, ամեն տեղ, եւ միայն Աստված գիտի, թե այդ սերմը ում սրտում կա չի։ Եկեք վստահենք Աստծուն եւ սովորենք Աստծո, եւ թող Աստված օրհնի մեզ այս բոլորի մեջ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։